Գյումրու ավականու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 24 հարց, մեկնարկեց շնորհավորանքներով։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը մինչ օրակարգի հաստատումը դիմեց դահլիճում ներկա կանանց եւ ավականու կին անդամներին, տոների միամսյակի առթիվ մաղթելով սեր, շփիթներ եւ առողջություն։ Ուզում եմ ծափերով շնորհավոր եմ։ Սակայն տոնական տրամադրությունն արագորեն փոխարինվեց սուր հարցադրումներով։ Մեր քաղաքը խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը բարձրացրեց քաղաքի փողոցների անբարեկարգ վիճակի եւ փոսալցման աշխատանքների ուշացման հարցը։ Ի պատասխան Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ նախորդ տարի իրականացվել են 2023-24 թվականների կապիտալ սուբվենցիոն աշխատանքները եւ փողոցաշինական ծրագիրը ներկայումս հետ է ընկած։ Այս տարի հաստատել ենք 25 թվականի սուբվենցիոն աշխատանքները եւ մրցույթ է տրվելու 21 փողոցներ կապիտալ վերանորոգման 26 թվականի եւ փորձելու ենք տեսնենք եթե հնարավոր է դա էլ իրականացնենք արդեն 26 թվականի այս պահին մրցույթի տրված է 18 փողոց պլյուս 21 փողոց Փոսալցումների ուշացման պատճառների թվում նա նշեց նորմատիվային պահանջներն ու եղանակային պայմանները։ Օրինակ, թաղամասում սառցակալումն այնքան ուժեղ է, որ տեխնիկան չի կարողացել քանդել սառույցը։ Անհրաժեշտ է սպասել եւս մի քանի օր բնական հալոցքի համար։ Պարզ ասած պլյուսին պլյուսու տաշյան պետք է լինի ջերմաշյանը, որ կարողանանք վերանորոգման աշխատանքներ կատարենք եւ երբ եղանակային պայմանները մեզ թույլ տվեց, միանշանակ այդ աշխատանքները կկատարենք։ Ընդհանուր հաշվով այս տարի Գյումրիում փողոցաշինական աշխատանքների համար հատկացվել է մոտ 4 միլիարդ դրամ։ Այնուհետ ներկայացվեց 2025 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը։ 2025 թվականին սեփական եկամուտները կատարվել են 95.2%-ով, որտեղ պլանավորված է եղել ավել 24 թվականի նկատմամբ մոտ 450 միլիոն դրամ։ Նաև ավելացնեմ, որ ժամանակահատվածը 6-ից 7 ամիս է եկել մեր կառավարման եւ դրանից բացի նշեմ նաև, որ կալանավորված քաղաքապետի բացակայությամբ քաղաքապետը կալանավորված է, մենք 95.2% կատարողական ենք արել։ Չնայած սեփական եկամուտների կատարման բարձր ցուցանիշը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները մեղադրեցին քաղաքապետանին 2 միլիարդ դրամ ազատ միջոցները չծախսելու մեջ։ Հաշվի առնելով Գյումրիում իսկապես ուսանողական աշխատանքների հրապարակությունը, նաև օրինակ կտուրների վերանորոգման խնդիրը, շների ապաստանի հարցը, ինչու այդ գումարները մենք չենք կարողացել ըստ էության ծախսել։ Ժամանակային առումով մենք ամբողջը ինչ որ հնարավոր է կատարվել են տուփ ասեն վագոնների այդ վերանորոգման աշխատանքը, որը զարգ է տրվել անցած տարի նույն կտուրների աշխատանքները, որոնք արդեն մտնում են հիմնական փուլ մրցույթներ են հայտարարվելու անցած տարվանից դրանք հիմքը տրվել շատ ծեծված եւ շատ խոսված շների կացարանը, որը այդպես էլ չհասկացանք թե ինչու 5 անգամ մրցույթ տնելուց հետո մի շինարար չեկավ չմասնակցեց, վստահությունը ինչի հետ էր կապված, դա էլ չհասկացանք, բայց ես արդեն համոզված եմ, որ մեզանից չէր, որովհետեւ մեզ գումարը մենք չէինք տալու, կառավարություններ տալու գումարի արյուծի բաժինը մեծ ծավալով փոսային աշխատանքներ է կատարվել միանշանակ եւ ասեմ ձեզ ժամանակային առումով մենք 24/7 ռեժիմով է աշխատել քաղաքապետարանը, հետո դրանից հետո հայտնի դեպքեր եղավ, որ ուզեցան մեզ ծնկի բերեն, մեզ չթողան աշխատեն, մինչև այսօր էլ մեզ խոչընդոտներ են հանդիսանում, շատ ու շատ ծրագրեր չի ընդունվում նախարարության կողմից, շատ ու շատ ծրագրեր, որոնք գնում եւ պատտվում են, ինչպես ասում էր Գյումրու քաղաքապետարանը 13 եւ 14 նախարարություններ եւ գերատեսչություններ, որոնք անընդունելի են ներդրումների համար։ Ես խնդրում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այդ ուղղությամբ, եթե ներդրողը գալիս է եւ ուզում է Գյումրիում ինչ որ գործ աշխատանք կատարի 3-ից 4 տարի իր նախագիծը դեռ չի հաստատվել։ Տարբեր գերատեսչություններ պատտվում է, ամեն մեկը ասում է, այս փոխիր, այն փոխիր, նորից գալիս է մեր մոդը փոփոխություններ, նորից գնում է ցիկլ, արդեն զզվում են։ Ժողովուրդը, ներդրողը արդեն հիասթափություն է ապրում։ Ինչու ոչ մի շինարար չի մասնակցել։ Այդ դա ընդրեք քաղաքապետարանի պատերի ներսում։
Ամբողջ աշխարհում զարգացած երկրներում սկզբից կատարում են հայլերը, նոր օրենքներն են ընդունում։ Մեր մոտ լրիվ հակառակն է, եւ դա մեկ կոմպոնենտով չէ, նաեւ կենտանիների մտերման կոմպոնենտը դեռ չունենք սպանդանոցներ, բայց մարդկանց արկելում ենք հանկարծ մորթ չիրականացնեք։ Նույնը մեզ արկելում են, ես կենտանասեր մարդ եմ, 2 հատ հովաշուն ունեմ, պահում եմ, սիրում եմ այդ չներին, բայց դեռ կացարաններ չեղած, այդ ամբողջ կոմպոնենտը չսարկած, օրենք ենք ընդունում հանկարծ չսարկացնել։ Այդպես է, դա է սխալ այդտեղից է գալիս։ Ուշագրավ է, որ քաղաքացիական պայմանագիրը, որը 2021-ին խոստանում էր Գյումրիում շների մի քանի ապաստարան կառուցել, իշխանության մաս կազմելուց հետո 2 տարիների ընթացքում այդ ուղղությամբ ոչ մի արդյունք չապահովեց։ Ավետիս Արաքելյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետարանը մտադիր է տեղական բյուջեի միջոցներով կառուցել շների ապաստարանը։ Այդ մասին նախագիծը ավականու քննարկմանը կներկայացվի հաջորդ նիստին։ Հաջորդ հարցով ավականին որոշեց 8.5 միլիոն դրամ հատկացնել համայնքային հողակների, գույքի եւ երաժշտական գործիքների ձեռքբերման համար։ Դրանից 3 միլիոնը կուղվի պարերի եւ սպորտային պարերի մանկապատանեկան մարզադպրոցին։ Տնօրեն Մարիաննա Մամյանը ներկայացնելով դպրոցի 20-ամյա ուղին նշեց, որ սաները միջազգային հարթակներ են դուրս գալիս միայն ծնողների հաշվին։ Քաղաքացիական պայմանագրի անդամները խոստացան ջանքեր ներդնել, որպեսզի հաջորդ տարի գոնե 1 զույգ կարողանա պաշտոնապես մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Որոշ հարցեր հարուցեցին անվստահություն եւ դուրս մնացին օրակարգից։ Միսար հասարակական կազմակերպությանը հարվածային գործիքների համար նախատեսված 350,000 դրամի հատկացումը մերժվեց։ Ուզում եմ հասկանալ ինչն է, ինչի համար մեկ տարբեր տեսակի այս կազմակերպությունները պիտի անընդհատ փորձեն գումար տալ։ Ու այն վերջնաարդյունքն էլ չեք տեսնում, ինչի եք կարող օրինակ հատկացնել։ Մենք ամեն դեպքում դեմ ենք քվեարկելու, որովհետև ես կարծում եմ, որ այդ գումարը կարելի է այնտեղ էդի մշակույթի տոլա մշակույթի 6 քառակուսի ասֆալտի վրա ծախսել։ Գրողների միությանը միջոցառումների համար նախատեսված 400,000 դրամը նույնպես հանվեց։ Տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի զիջման հարցը եւս հանվեց։ Պատճառն այն էր, որ ՔՊԱ-կանները կասկածի տակ դրեցին գոլդ համարանիշներով թանկարժեք մեքենաների տերերի վճարունակ չլինելու փաստը։ Որոշվեց մշակել հստակ չափորոշիչներ նախքան որևէ զիջում անելը։